մտել ենք տոտալ խոսքի ազատության իրավունքի բիրտ սահմանափակման շրջափուլ։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակային գրառումներ անել, մասնակցել հավաքների։ Նրա փաստաբան Վարազ Դադարությունյանը զավեշտալի է համարում Ալեն Ղևոնդյանի դեմ հարուցված քրեական գործն ու դատարանի որոշումը։ Այս քրեական հետապնդումը գումարվում է այն զավեշտալի քրեական հետապնդումներին, որոնք հարուցվում են մեր քաղաքացիների նկատմամբ եւ որի հիմքը ազատ քաղաքական կամ հասարակական հրապարակախոսական խոսքն է։ Նրա նկատմամբ խիստ սահմանափակումներով վարչական հսկողություն կիրառելու միջնորդություն էր ներկայացվել, ժամանցի վայրեր այցելելու արգելք, երեկոյան 8-ից առավոտյան 8-ը տանը լինելու պարտադրանք, միջնորդությունը մասնակի է բավարարվել։ Դատարանը չի հստակեցրել, Ղևոնդյանը կարող է հարցազրույցներ տալ։ Ֆեյսբուքյան ինչ-որ գրառման համար էին ուրբաթ ձերբակալել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին։ Իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով սկսված քրեական վարույթով։ Թե Ղևոնդյանի որ գրառման մեջ է այդպիսի կոչեր տեսել քննչական կոմիտեն, փաստաբանը նախաքննական գաղտնիքով պայմանավորված չի կարող հայտնել։ Քանի որ եւ ես եւ պարոն Ղևոնդյանը նախազգուշացվել ենք նախաքննական գաղտնիք հրապարակելու աթուլացելիության մասին, ես չեմ կարող ասել, որ գրառման մասին է խոսքը։ Բայց կարող եմ հավատացնել, որ այն գրառումը կամ այն ինչը որ մեղսագրվում է Ղևոնդյանին, որևէ աղերս չունի ընդհանրապես բանի հետ։ Իշխանությունը բռնի զավթելու կամ սահմանադրական կարգը տապալելու կոչի հետ։ Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումներից հավանաբար այս մեկն է գրավել իրավապահների ուշադրությունը։ Քաղաքագետը գրել է կոշտ եւ փափուկ գործիքակազմերով լուծման հասնելու հնարավորությունների մասին։ Ալեն Ղևոնդյանը դուք գիտեք, քաղաքագետ է, գիտությունների թեկնածու, դոցենտ, հանդես է գալիս բացառապես քաղաքագիտական վերլուծություններով, երբևէ քաղաքականությամբ չի զբաղվել, նկատի ունեմ, որ որևէ բանի կոչ անելու մոտիվացիա որևէ մեկին որևէ բան կոչ անելու, այն էլ ապօրինի գործողություններով իշխանություն զավթելու կամ համանման գործողություններ անելու որևէ կոչով հանդես գալու մոտիվացիա բնականաբար չի ունեցել։ Հրապարակային գրառումներ անելու արգելքը ըստ փաստաբանի ապացույց է, որ ուզում են լռեցնել Ալեն Ղևոնդյանին, որպես քաղաքագետի, որ մասնագիտական վերլուծություններ է անում տարբեր իրադարձությունների մասին։ Ալեն Ղևոնդյանին որպես մասնագետ, որպես քաղաքագետ եւ պրոֆեսիոնալ վերլուծաբան ցանկանում են այդ խոսքը լրացնել, որովհետև ինքը, դուք գիտեք, հանդես է գալիս քաղաքական ուժերին ուղղված հրապարակային խոսքով, հա, այսպես խորհրդատվական, ինչ-որ վերլուծական։ Փաստաբանը խոստանում է գործի նախաքննության ավարտից ու դատարան ուղարկվելուց հետո ջրի երես հանել ամբողջ զավեշտը, ապացուցել, որ որևէ հանցավոր տարր չկա Ղևոնդյանի այն գրառման մեջ, որի պատճառով 2-ից 5 տարվա ազատազրկում ենթադրող հոդվածով մեղադրանք է առաջադրվել քաղաքագետին։ Լիլիթ Սարգսյան, Նորար Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։